Սիրելի երկորյակներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով ողջույն, այսօր հունիսի 26-ին Յուպիտերի օրը մենք ուրեմն ես կներկայացնեմ ձեզ հուլիս ամսվա համար կանխատեսումը եւ ասեմ, որ ձեր նշանով էլ մենք կավարտենք կենթանակերպի նշանների համար կանխատեսում հուլիս ամսվա, ահա դուք վերջում եք եւ մեր ձեզանով էլ հենց անում ենք փակումը եւ այսպես սիրելի երկորյակներ, ուրեմն ես մի անգամից անցնեմ հուլիս ամսվա համար կանխատեսմանը, ինչ փոփոխություններ ունենք, ասեմ, որ բազում փոփոխություններ են, բայց ավելի շատ ինքը այդպես ծանր է նրանով, որ ձեզ խորելու առիթ է տալիս, մտածելու, ինչ որ բան փոխելու, անպայման ձեր կյանքում փոփոխություններ մտցնելու, որովհետև Ուրանը մտնում է ձեր նշան մինչև նոյեմբերի 8-ը այդտեղ է լինելու եւ ինքը ուզեք թե չուզեք բերում է փոփոխություն, շատերի մոտ արդեն եղել է, այնպես որ պատրաստվեք, առաջիկա 7 տարում ձեր կյանքում կլինեն փոփոխություններ եւ ավելի մանրամասն ես խոսել եմ Ուրանի մասին հաղորդման մեջ, ես կտեղադրեմ վիդեոյի ներքևում դուք կարող եք նայել եւ իմանալ, ես այսինքն չեմ մանրամասնի, որովհետեւ այնտեղ արդեն ես խոսել եմ այդ մասին։ Եվ այսպես հուլիսին մենք ունենք լիալուսին, նորալուսին, Վեներան, Ուրանը կփոխեն իրենց նշանը, բնականաբար արևը եւս կփոխի իր նշանը, իսկ Նեպտունը, Սատուրնը, Խիրոնը, որ գտնվում են Խոյի նշանում, իրենք կդառնան հետընթաց, ինչպես նաեւ Մերկուրին, որ գտնվում է Առյուծի նշանում, ինքը եւս կդառնա հետընթաց։ Ահա այսպիսի տրամադրություններ են լինելու։ Ես կսկսեմ Վեներայից, սիրելի երկորյակներ, Վեներան մտնելու է ձեր նշան հուլիսի 4-ին, կմտնի եւ այդտեղ կմնա մինչեւ հուլիսի 31, բնականաբար այստեղ գիտեք եւ տան առումով եւ նշանի առումով ինքը այդպես շատ շփոթված կլինի, որտեղ իրեն լավ չի զգում Վեներան, բոլոր դեպքերում հնարավոր է այստեղ նոր տրամադրություն, նոր շունչ բերի եւ հատկապես ասցենդենտալ նշանների համար, երկորյակների այստեղ գիտեք ոճի փոփոխություն, ավելի շատ ուշադրությունը գնում է դեպի ձեր արտաքինը եւ հնարավոր է ֆինանսների թեման կարող է լինել, մեծ ուշադրություն բոլոր դեպքերում, ինքը այդպես լավ հանդիպումներ եւ այլ այդպիսի միջոցառումներ կկազմակերպի ձեզ համար, սիրելի երկորյակներ, այնուհետեւ հաջորդ իսկ օրը 5-ին հուլիսի Նեպտունը կդառնա հետընթաց մինչև դեկտեմբերի 10-ը, որ գտնվում է Խոյի նշանում, այստեղ ձեր ընկերներն են, գաղափարակիցներն են, միջավայրը կարծես թե իրեն գալիս են ազդարարելու ձեզ, որ փոփոխություն է լինելու, միգուցե այլ երկիր եք գնում, ու այլ երկրի թեման, ես միանշանակ ասել եմ, որ դա ձեզ առջևում սպասվում է, արդեն դա գիտեք եւ այստեղ դուք կխորհեք այդ մասին բոլոր դեպքերում, որովհետև ձեր ապագան կարծես թե կապում եք, ուրեմն ուզում եք փոփոխություն մտցնել ձեր ապագայում, յուրաքանչյուրը ըստ իր քարտեզի տարբեր, մեկը ինչ որ արտերկիր գնալու, մեկը ամուսնության, մեկը սովորելու հետ կապված նպատակներ եք դրել, ուզում եք դա ուրեմն իրականացնել, գնալ այլ երկրում բիզնես ունենալ եւ այլն, շատ տարբեր այդ անորոշությունը բոլոր դեպքերում դες խորելու, մտածելու, քննարկելու, որոշակի գործողություններ կատարելու համար եւ իհարկե Սատուրնը 13-ին հուլիսի մինչեւ նոյեմբերի 28-ը եւս կլինի հետընթաց, Խիրոնը եւս հուլիսի 30-ից մինչեւ 26 թվականի հունվարի 2-ը, ահա այդ երեք մոլորակները իրենք ձեզ կդրթեն, որպեսզի դուք ուրեմն մտածեք այդ մասին, իսկ Մերկուրին, որ 18-ին հուլիսի կդառնա հետընթաց մինչև օգոստոսի 11-ը, Առյուծի նշանում միանշանակ այստեղ դուք արքուվաճառքի թեմայի մեջ կգտնվեք, կվերանայեք, կմտածեք ինչ վաճառել, ինչը թողնել, ինչպես անել եւ այլն, ավտոմեքենա վաճառել, գնել, փոխել, այսպիսի հարցեր կլինեն ձեր հարազատների հետ, նույնիսկ արտերկրում հնարավոր է որոշակի այդպես հարցեր քննարկեք եւ վերանայեք ձեր հնարավորությունները, սա եւս հնարավոր է եւ արդեն բազմիցս միշտ եմ ասում, հետընթացն դուք անգիր գիտեք հավանաբար, որ հետընթաց Մերկուրիի ժամանակ ուրեմն լավ է որ հին իրերից ազատվենք եւ
ուրեմն նոր փաստաթղթեր չենք ստորագրում, նոր գործ չենք սկսում, այլ ընդհակառակը ինչ որ կիսատ է մնացել, այդ գործերն ենք փորձում ավարտել, հետո երբ արդեն Մերկուրին կդառնա ուղղընթաց, այդ ժամանակ նոր կարող եք մտածել, վերլուծեք, այսինքն այդ ընթացքում եւ նոր այդ ժամանակ մտածեք, նոր արդեն կոնկրետ սկսելը, երբ ինքը կդառնա ուղղընթաց, այսպես կարող եք այդ ամսաթվերը ձեզ մոտ նշել, puzzle-ը որպեսզի հավաքել եւ հասկանալ ինչ ժամանակահատված է, բայց որպես այդպես որպեսզի ես ձեզ հեշտացնեմ ձեր աշխատանքը, ասեմ, որ մինչեւ տարվա վերջ բոլոր դեպքերում ուրեմն մտածելու, որոշելու, քննարկելու ժամանակ է տրվում, իսկ հիմա ուղղակի Մերկուրին դա ուզում է արագացնել եւ գցել հունի մեջ, որպեսզի դուք ճիշտ հունով ուրեմն տեղաշարժվեք, այսպես եւ արևը ուրեմն փոխում է իր նշանը 22-ին հուլիսի, նորից մտնում է ուրեմն առոցի նշան, այդտեղ էլ հենց կլինի նորալուսինը հուլիսի 24-ին գիշերը Հայաստանի ժամանակով 23:11 րոպե 1 վայրկյան արևելուսինը 3 աստիճանում կմիանան եւ առոցի նշանում կլինի նորալուսինը, հավանաբար այստեղ նոր սկիզբ կլինի, հնարավոր է ձեր հարազատների հետ համագործակցեք ինչ որ ձեր գործը կամ ընկերների հետ, հնարավոր է համագործակցեք եւ այստեղ նոր գործ դնեք միասին, մնացածը իհարկե ձեր անձնական քարտեզը ցույց կտա, որտեղ լինում են դեպքեր, որ դու չես կարող ոչ մեկի հետ համագործակցես, դու ինքդ միայնակ պետք է այդ գործեր անես եւ կան դեպքեր, որ դու անպայման պիտի համագործակցես, այդ կերպ դու կարող ես հաջողություն ունենալ, այսպես եւ լիալուսնի մասին եւս ուրեմն չանտեսենք լիալուսինը լինելու է հուլիսի 11-ին Հայաստանի ժամանակով գիշերը 00:37 րոպե արևելուսինը կհակադրվեն 19 աստիճանում եւ այդտեղ ջուրի նշանում այն կլինի, տեսնում եք, այստեղ ֆինանսներն են բավականին կարեւորում են ձեզ համար ֆինանսները եւ հավանաբար դուք որոշակի այդպես պատկերացում կունենաք, թե ասենք ինչպես ինչ գումար եք ծախսելու, ինչ գումար եք հատկացնելու, որովհետեւ ասեմ, որ հիմա երկօրյակների մոտ բոլոր դեպքերում գիտեք մասնավորապես եթե ձեր անձնական քարտեզում դուք ունենաք լավ ուրեմն այն լավ էներգիաները կուտակված լինեն, Յուպիտերը ձեր ֆինանսների տանն է եւ ինքը պիտի որ գումարներ տա, հնարավոր է նաեւ ինչ ասպեկտացիաներ կլինեն, նորից կրկնեմ, եւ ինչ որ մի բանի համար նպատակների համար գումար կծախսեք, ասենք ավտոմեքենա եք գնում, երեխայի համար ինչ որ ծախսեր եք անում կամ մեկ այլ բանի համար եք ծախսեր անում, այսպիսի իրավիճակներ կարող են լինել եւ կարող եք նաեւ գումար վաստակել, ձեր հեղինակությունը կարող է ինքնագնահատականը բարձրանալ, ձեր շատ լավ զգալ եւ այլն, այսպիսի լավ բաներ կա, այնպես որ սա եւս հաշվի առնենք եւ ես երևի թե այսքանով ավարտեմ, միայն ձեզ զգուշացնեմ, որ ուրեմն 12, 13, 14 հուլիսի փորձում եք ոչինչ չձեռնարկել այդ օրը, ոչ մի քայլ չանել, հանդիպումներ, պայմանավորվածություններ եւ այլն, այդ ամենը փորձեք հետաձգել եւ գիտեք ինչ ես ձեզ խորհուրդ կտայի, որ ավելի շատ գիտեք այս ամիսը հուլիս ամիսը վերլուծություններով զբաղվել, հետազոտություններն ու մի քիչ գիտեք ոնց ձեր արած գործեր, ձեր անցած ուրեմն ճանապարհի վերջին ժամանակների, նա հատկապես ով ինչ որտեղ որ բնակավարում խնդիր ունի, ուշադրություն դարձրեք, վերլուծեք ձեր անցած ճանապարհը, որտեղ եք սխալվել, որը ինչպես, ինչ պետք է անեք, այդ վերլուծական process-ն է գնում եւ նաեւ ուշադրություն եք դարձնում ձեր առողջական, հատկապես նյարդային համակարգը, այստեղ կարող է բավականին լարվել, նյարդերը, ինչպես ասում են, կարող են տեղի տալ եւ անպայման դրան ուշադրություն եք դարձնում, ձեր դեպքում սա նշում է, որովհետեւ նաեւ առողջական ուրեմն խնդիրներ պետք է ուշադրություն դարձնեք, սիրելի երկօրյակներ, երբ թե այսքանով ավարտենք, լավ եղեք, գրեք ձեր տպավորությունների մասին, եղեք ակտիվ, տեսնում եք ձեր պասիվության պատճառով դուք հայտնվել եք վերջին տեղում, այնպես որ եղեք ակտիվ եւ
գրեք ձեր տպավորությունների մասին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ այսքանը։